Ողջույն, այս ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Demos podcast-ի այս էպիզոդում փորձելու ենք հասկանալ, արդյոք այն ամեն ինչ հրապարակվում է ընտրությունների մասին, ճիշտ է թե ոչ։ Ես Լյուսին եմ, լրագրող, այս էպիզոդում փորձելու եմ ներկայացնել այն մարդկանց կարծիքը, ովքեր հավատում են, որ այն ամեն ինչ հրապարակվում է համացանցում, ճիշտ է։ Իմ հյուրերն են Cyber Hub-ի թվային անվտանգության մասնագետ Ալեքսանդր Մարտիրոսյանը եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիայի emկայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը։ Ես քաղաքականությամբ հետաքրքրված չեմ։ Լուրերին հետևում եմ համացանցում, ինչ որ իմ feed-ում հայտնվում է, եւ շատ հաճախ ես վերջերս նկատում եմ, որ նույն լուրը տարբեր օգտատերեր կամ լրատվամիջոցներ տարբեր կերպ են ներկայացնում, բայց չեմ կարծում, թե ինչի պիտի մարդիկ միտումնավոր ստեն։ Արդյոք ընտրություններից առաջ, այսքան կարևոր իրադարձությունից առաջ մարդիկ կարող են միտումնավոր սուտ լուրեր տարածել։ Այո, համացանցը, ինտերնետը, սոցիալական ցանցերը տեղ են, որ հասնում են մեզ, քաղաքական գործիչները, բիզնեսմենները, մարդիկ, ովքեր ուզում են մեզ դրդել որոշակի գործողության, հա, եւ մեզ հասնելու ընթացքում կարող են իհարկե նույն փաստը ուրիշ կողմից ներկայացնել, կարող են իրականության մի մասը ծածկած ներկայացնել, կարող են իրականությունը ավելացված, ուռճացված ներկայացնել եւ դա մեր վրա, այս դեպքում քո վրա ազդելու տարբերակ է եւ ուղղակի պետք է երևի թե ցանկալի է որ իմանաս, որ այդպես է լինում եւ պատրաստ լինես, եթե հնարավոր է դրան պատրաստ լինել։ Սովորաբար ճգնաժամերի ժամանակ շատ ակնհայտ է դառնում, որ տեղեկատվական դաշտը ինչ որ կերպ ակտիվանում է ու ընտրությունները ամենադասական ճգնաժամ են եւ ցավոք երևի Հայաստան անդադ մի ճգնաժամից մյուսը անցում է կատարում ու ոնց որ թե մեզ մոտ դա միշտ ակտուալ հարց է մնում, էլի։ Բայց եթե Facebook-ում կամ այլ սոցցանցերում ինչ որ բան հրապարակված է, ուրեմն ճիշտ է, չէ՞։ Հակառակ դեպքում չէր հրապարակվի։ Չեմ կարծում, որ Facebook-ում կամ որևէ այլ սայթում ինչ հրապարակված է ճիշտ է եւ այստեղ եթե խոսենք այդ նախադասությունը որ ասում են որ Facebook-ում են գրել, որտեղ ես կարդացել Facebook-ում եմ կարդացել, այդ նախադասությունը որ ասում են սովորաբար այդ նախադասությունը կապում են ավելի տարիքով մարդկանց հետ, ովքեր որ սովորություն ունեն հավատալու այն ամեն ինչին, ինչ որ թերթում է գրված, ովքեր որ սովորություն ունեն հավատալու այն ամեն ինչին, ինչ որ հեռուստացույցով են լսել եւ հիմա էլ իրենց համար, այսինքն մարդը 75 տարեկանում, լավագույն դեպքում 67 տարեկանում առաջի սարքը թվային, որ ինքը ձեռքն է վերցրել, դա իր միանգամից սմարթֆոնն է, որ իր թորներն է վիրել են կամ տղան կամ աղջիկը։ Եվ մարդը միանգամից հայտնվել է շրջանցելով բանը դեսքթոփ համակարգիչը, դյուրակիր համակարգիչը միանգամից հայտնվել իր միջավայրը դա է։ Եվ իր համար YouTube-ը հեռուստացույցն է կամ Facebook-ի վիդեոները հեռուստացույցն է, ինքը հավատում է դրան։ Եվ այստեղ ես օրինակներ գիտեմ, որ տարիքով մարդկանց իրենց թողներն են օրինակ օգնում հասկանալու, որ ամեն ինչին պետք է հավատալ։ Երիտասարդների դեպքում այնպես չի, որ իրենք ինչ որ դեպքերում չունեն իմ տպավորությամբ հնարավորությունը ստուգելու, հնարավորությունը մտածելու, որ գուցե սա ճիշտ չէ, բայց շատ ժամանակ իրենք ուղղակի դրա ժամանակը չունեն, հավեսը չունեն։ Ալեքսանդր, բայց օբյեկտիվ չի, որ ես երեկոյան ասենք հոգնած scroll եմ անում, հոչեմ ինչ որ լուրեր հերթով մտնելու ստուգեմ, ճիշտ է, ճիշտ չի։ Մի հատ մոլորություն կա, որ իմ փորձով եմ ոնց որ ես դրանում համոզվել, ասում են, որ երիտասարդները, թվային բնիկները ոնց որ իրանք այդ տեխնոլոգիաների ժամանակ են ծնվել, ամեն ինչ լավ գիտեն, համաձայն եմ տեխնիկական առումով։ Իրանք լավ գիտեն կնոպկաների տեղերը, լավ գիտեն թրենդները, ինչ սթորիներ դնեն, որ հավեսը լինի շատ մարդ նայի, սրտիկներ շատ կան եւ այլն, հա, բայց բովանդակային առումով իրանք բնավ չեն խորանում համատեքստի մեջ, չեն փորձում անալիզ անեն, հա։ Մյուս կողմից էլ դա ժամանակատար է, մենք անդադ օրվա ընթացքում հարյուրավոր ինչ որ նորություններ, նամակներ, բաներ ենք տեսնում, մեր ուղեղը ինքնին ոնց որ այդ վարժությունը կատարելիս ամեն անգամ հոգնում է, բնականաբար իրիկունը էլ ավելի խոցելի ենք դառնում այդ տեսակետից։ Ուրիշ հետաքրքիր բան ասեմ, արհեստական բանականության հետ կապված։ Ես ինքս ինձ բռնացրել եմ այն մտքի վրա մի քանի անգամ, որ շատ հաճախ ես ինքս խաբվում եմ։ Են կատուների վիդեոները, չէ՞։
կատուներ, շներ, մարդիկ եթե ես ինչ որ բովանդակություն կիսվելու հակում ունեցող մարդ լինեի չնայած ոլորտում քիչ շատից համարվում եմ մասնագետ, հա, հավատացեք, երևի ես վերջի 1 տարում մի 2-3 անգամ նվազագույնը fake կեղծ տեղեկատվություն տարածած կլինեի, որովհետև իրապես հիմա շատ դժվար է այն ինչը արհեստական բանականությանն է վերաբերում, հա, նույնիսկ հարցեր ինքդ քեզ տալով էլ ինչքան էլ քննադատական մտածող լինես, չես կարող հասկանալ կողմնորոշվել, որովհետև այստեղ արդեն deep fake-ն է, հա, խորը կեղծիք է, դու կամ տեխնիկական level-ի ինչ որ գիտելիքներ պիտի ունենաս, որ դա ստուգես, կամ պիտի չգիտեմ։ Իսկ հնարավոր է հստակ իմանալ տեսանյութը գեներացված է արհեստական բանականությամբ AI-ը թե չէ։ Մենք շատ դասընթացներ ենք անում, լիքը գործիքներ ենք ցույց տալիս ձայնի, պատկերի, տեսանյութի, տեքստի նույնականացման համար, բայց դրանցից որևէ մեկը 100%-անոց երաշխիք չի։ Դժվար է, այսինքն արհեստական բանականության հետ կապված կարող ես որպես օգնական միջոց դիտարկել գործիքները, բայց լրացուցիչ շատ ապացույցներ են պետք, որպեսզի դու կարողանաս պնդումը անել։ Համադրելիությունն է, էլի, տարբեր ձևերով պետք է ստուգել, դա էլ որպես հավելյալ բանտիկ կապել Եվ աստիճանաբար կներես ժամանակ ինչքան այդ տեխնոլոգիաները զարգանում են, այդքան այդ գործը դժվարանում է իրականի եւ ոչ իրականի։ Բայց ինչի է դա վտանգավոր։ Ես օրինակ շատ եմ տեսնում վիդեոներ, չգիտեմ, Ավստրալիայում հրդեհներից, որ հրշեջները սիրուն կենդանիներին փրկում են, հետո մենք էլ ասում են, այդ AI-ը մի տարածեք։ Բայց ինչ վատ բան կա, ասենք լավ վիդեո է, ինչ տարբերություն է AI չի։ Ինչ կա դրա մեջ։ Ինչի ենք մենք միշտ դրան վերաբերվում, անգամ եթե դա կեղծ է եւ ես կեղծն եմ տարածում, ինչի է դա միշտ բացասական։ Անչափ վիդեո է, չէ՞։ Հրշեջը կենթայիները ապրում է մի քանի տեսակետից է պետք հարցին մոտենալ, արդյոք դու որ գիտակցում ես, որ դա արհեստական բանականությամբ է ստեղծված եւ տարածում ես, արդյոք վստահ ես լսարանը նույնպես նույնականացնելու է, որ դա արհեստական բանականություն է, թե չէ։ Այս կարևոր հարցերից մեկն է։ Եվ երկրորդը ընտրությունների կոնտեքստում շատ հետաքրքիր մի դեպք ենք մենք արձանագրել առանց որևէ հիշատակումների, որ քաղաքական ուժերը իրական մարդկանց պատկերներով տեսանյութեր են գեներացնում եւ օգտագործում են իրենց քարոզարշավի համար, ընդ որում առանց այդ քաղաքացիներից այսինքն Google-ում են, գտնում են հայերին բնորոշ ինչ-որ նկարներ, որոնք իրականում հայեր են, հայ մարդիկ են, գոյություն ունեցող մարդիկ են, որ գեներացված տեսանյութերը բնական լինի ավելի, հա, ասենք աֆրիկացիներ չլինեն, հայերի նման լինեն, դիմագծերով ավելի շատ, ու օգտագործում են իրական մարդկանց նկարներ։ Հիմա դա լավ է թե վատ է։ Լավ է թե վատ է։ Բացասական բայց կենթանիներին հրդեհներից փրկելը, այն մեծ կետերին ծովում լողացնելը, այդ դա բանա ժամանց է։ Եվ այդտեղ սարսափելի բան չկա, որ մարդիկ դա նայում են, եւ ինչպես Ալեքսանդր ասաց, եթե իրանք գիտեն, որ դա ժամանց է, դա սերիալ է։ Վտանգը այն է, որ ինչ որ պահին իրականն ու արհեստականը կարող է շատ այդ սահմանը լղոզվել եւ մարդու այդ քննադատական դատողությունը կասկածելու հնարավորությունը այսպես բթանա։ Ես հասկացա, թե ինչու օրինակ կարող են անհատ օգտատերեր ինչ որ կեղծ տեղեկություններ տարածել, բայց մեկը չեմ հասկանում հատկապես ընտրությունների ֆոնին, լավ, եթե մի հոգի է կեղծ տեղեկություն տարածում, ընդունեցի, բայց եթե մի քանի աղբյուրներ, այդ թվում լրատվամիջոցներ, ընտրությունների շրջանում նույն տեղեկությունը տարածում են, ավելի հավանական է, որ դա ճիշտ է, չէ՞։ Չէ, ճիշտ է, ժուրնալիստիկայի լրագրության ոնց որ դասականը ասում է 3 աղբյուրով պետք է ստուգել, բայց այս պարագայում պետք է հաշվի առնել ով է հրապարակողը, որովհետև եթե մենք նույն կատեգորիայի հրապարակողների դաշտում ենք նայում, պիտի հաշվենք դա մի աղբյուր։ Շատ հաճախ երբ որ սկանդալային ինչ-որ շոկ է, կարդացեք քանի չեն ջնջել եւ այլն նման բովանդակությամբ ինչ-որ մի բան է տարածվում, նույնիսկ իրենց կայքերում հրապարակման օրն ու ժամը երևում է ու կարելի է նկատել, որ ոնց որ մի հոգի այնտեղ սեղմած լինի ու միաժամանակ այդ 10 կայքերում դա հրապարակված լինի։
Սովորաբար իրենք աշխատում են հենց այդ fake-երի բանակ, որ ասում են նույն սկզբունքով, որ իրենց խնդիրն է մեծ ալիքով ոնց որ տեղեկատվական արշավ իրականացնել ու որևէ քննարկում մտցնել հանրային խոսույթի դաշտ։ Դրա համար միաժամանակ շատ տարբեր լրատվամիջոցներ հենց նաև կարող են կեղծ տեղեկատվությունը տարածել ու դա ինչ որ մարդկանց մոտ կարող է ստեղծել ճշմարտության զգացողություն, որովհետև կարող սկրոլանեն ամեն երկրորդ նյութը դրա մասին լինի։ Բայց եթե սուտ լինի, այդ դեպքում դրա հերքողն էլ չէ կհրապարակվի, բայց ես չեմ տեսնում։ Ես որ տեսնում եմ մի քանի լրատվամիջոց եւ օգտատերեր նույն տեղեկությունը տարածում են ու դրա հերքող ոչ մի բան չեմ տեսնում, ես արդեն հավատում եմ, որ ուրեմն եթե սուտ լիներ, ինչ որ մեկը դա կհերքեր։ Երկու բան կա։ Առաջինը, այո, պատահում է, որ լրատվամիջոցները նույն տեղեկությունը տարածում են եւ համակարգված են տարածում, բայց այդ տեղեկությունը տարածելու համար բավարար չափով հիմքեր չկան եւ այս դեպքում մենք կարող ենք խոսել այս կամ այն ընտրությունների մասնակցող, այս կամ այն քաղաքական ուժին աջակցող հայացքներով կամ կազմի մեջ եղած աջակցող խմբագրությունների կամ լրատվամիջոցների մասին այդպիսի դեպքեր լինում են ոչ միայն Հայաստանում, ընդհանրապես հատկապես ընտրություններից առաջ այդ ոնց որ բաժանումները ավելի ցայտուն են լինում եւ շատ ավելի եթե նայում ես մեդիա դաշտը շատ ավելի պարզ է զգացվում թե որ խմբագրությունը որ քաղաքական ուժի համար է ուժին է աջակցում այս ընտրություններին հայացքների բերումով կամ կապվածության բերումով կամ ուղղակի կուսակցական մամուլ է հենց այդպես ուղղակի կուսակցական մամուլ է եւ այդպես էլ աշխատում է ինչ վերաբերում է հերքումներին ապա այստեղ ոչ միշտ է որ այդ հերքումները լինում են եւ այստեղ երկրորդ հարցը կա լուսի եթե դու հավատում ես կամ չես հավատում որևէ տեղեկությանը որ կարդացել ես սոցիալական ցանցում կամ որևէ կայքում կամ հեռուստացով լսել ես եթե այդպես է դու երևի թե նույն ձև կարող ես հավատալ կամ չհավատալ այդ հերքմանը որը պաշտոնական մարմինը արել է կամ չէ այստեղ վստահության ու հեղինակության հարցեր են գալիս որը շատ կարեւոր է եւ նաեւ եթե երիտասարդը կոդերի մեջ է եւ այդքան ծավալի ինֆորմացիա է սպառում ինչքան որ մենք հիմա խոսում ենք ուրեմն հույսեր ունենք որ այդ երիտասարդը զբաղվում է եւ ինչ որ ձև հետաքրքրվում է եւ ինֆորմացիան հավաքում է որևէ կերպ սոցիալական ցանցից այդ նշանակում է որ այդ ծավալի հետ եւ այդ հարցերը որ իր մոտ առաջանում որ հիմա առաջանում է կոմոդ այդ նշանակում է որ այդ հարցերի պատասխանները կօգնի իրան գտնել որ ինքը ավելի այսպես քննադատաբար վերաբերվի այդ ինֆորմացիային կարողանա այդ վերլուծել այդ ինֆորմացիան գնահատել եւ ըստ դրա կարողանա ոնց որ գիտակցված գնա ընտրության եւ իր ընտրությունը կատարելու ժամանակ կարողանա այդ աղբյուրները համադրելով որոշում կայացնել Իսկ ես նոր մտածեցի, որ հնարավոր է, որ իմ ալգորիթմները, իմ սոցցանցերի, որոնցից ես օգտվում եմ, այնպես դասավորվեն, այնպես աշխատեն, որ ես օրինակ այդ հերքումները կամ հակազդող տեղեկությունները չտեսնեմ, այլ ես շարունակեմ տեսնել, մենակ այն ինչ սկզբանե եմ սկսել նայել ու ավելի շատ այդ բաբլի մեջ հայտնվեմ, որտեղ կլինեն միայն այն տեղեկությունները, որոնց ես հակված եմ հավատալու։ Այս հարցը շատ հնչում է թվային անվտանգության թեման շոշափելիս, որ ասում են ընկերուս հետ էս ինչ բանից խոսացինք, մեկ էլ Facebook-ում այդ թեմայով ինչ որ բան հայտնվեց, մեկի հետ ինչ որ մի բան գրեցի։ Իրականում մենք ասում ենք, որ ալգորիթմները շատ հաճախ մեզ ավելի լավ են ճանաչում, քան ինքներս մենք, որովհետև շատ հաճախ մենք նույնիսկ բարձրաձայն չենք մտածում ինչ-որ մի բան, բայց դրա վերաբերյալ կարող ենք քովազ տեսնել։ Իմ մոտ եղել է։ Օրինակ մտածում ես, որ կոշիկ ես ուզում առնել, մեկ էլ քովազ է գալիս, բայց դու որևէ մեկի հետ ոչ խոսացել ես, ոչ հրապարակում ես արել, հա։ Որովհետև մեր մասին ամեն վարքյան տարբեր հարթակներ լիքը ինֆորմացիա են հավաքում եւ դա անալիզ են անում։ Ինքը չի աշխատում այնպես ոնց որ մեր ուղեղն է աշխատում դա հսկայական մեծ տեղեկատվական բազա է որը անընդհատ վերլուծում է մաթեմատիկա է հա ինչ որ հաշվարկներ համադրություններ հիմա եթե ես մտնեմ Instagram
շան վիդեո տեսնեմ ու մի քանի վայրկյան մնամ դրանից հետո մի երկու հատ reaction տամ դրանից հետո սկսելու են ինձ լիքը կենթանիների մասին ինչ որ տեսանյութեր գալ, հենց որ այո, եթե դու ինչ որ փուչիկի մեջ ես ու ֆեյքերի նկատմամբ թուլություն ունես, հա, հավատում ես դրանց, բնականաբար դրանց հերկման մասին տեղեկությունները շատ քիչ հավանական է, որ քեզ կհասնեն։ Вообще ընտրությունների ֆոնին առաջնահերթ ոնց որ թիրախավորում են մարդկանց հուզական ֆոնը եւ ամեն օր մի հատ խնձոր ուտես կյանքդ 2 տարով կերկարանա, ես միանշանակ կհավատամ, որովհետեւ սիրում եմ խնձոր, էլ ավելի է փառավորում իմ վերաբերմունքը, հա։ Ու եթե բերենք քաղաքական ընտրությունների համատեքստ, հա, չգիտեմ, մարդկանց ակնկալիքները, այս քաղաքական կուսակցությունները, քաղաքական մասնագետները, քաղաքագետները շատ լավ գիտեն, որ մարդիկ ուզում են խաղաղություն, գիտեն, որ մարդիկ, ասենք, թոշակառուները ուզում են ապահով ծերություն, հա, ավելի անվտանգ, երիտասարդները ուզում են ավելի հասանելի, անվճար որակյալ կրթություն, պարզ է, չէ, շատ պրիմիտիվ բաներ են ու սա երկար տարիներ քաղաքացիների ակնկալիքներն են եղել տարբեր իշխանություններից։ Հիմա այս մարդիկ գիտեն, որ քաղաքացին է սա ուզում, ուրեմն հուզական ֆոնով, հա, բանակի թեման, հայրենիքի թեման ու լիքը տարբեր այլ արժեքների մասին թեմաներ, որոնք շատ զգայուն են, շատ հուզական են ու մարդիկ որոշակի վերաբերմունք ունեն դրանց նկատմամբ, օգտագործում են ու դրանք շատ sense բումային դիտումներ, ազդեցություններ են ունենում մարդկային հանրային կարծիքի վրա ընդհանուր առմամբ ազդեցություն են ունենում։ Բայց ես ինչի եմ կարծում, որ ընտրությունների շրջանում այդ կեղծ տեղեկությունների մասին պնդումները չափազանցրած են, որովհետև այդ ինչքան սուտ կարելի է հորինել, որ մարդիկ շարունակաբար դրան հավատան։ Ախր ընտրությունները սահմանափակ թեմա է, չէ՞։ Այդ ինչ պիտի հորինել, որ անընդհատ հնարավոր լինի մարդկանց սնուցել դրանով։ Ինչ որ բանի ավարտվելու է, չէ՞։ Կենցաղային թեմաներից սկսում են թելելով վերջում մի հատ ինչ որ մեծ կծիկ են ստանում, այդ ծնագնդի էֆեկտի նման է շատ լինում ու շատ հաճախ ես նկատել եմ կոնկրետ նաև ընտրությունների կոնտեքստում, որ այդ ֆեյքերի բանակ, որ ասում են կոմենտ գրողներ շատ կան, հիմա AI-ով բոտեր կան, որ լիքը կոմենտներ են վերարտադրում, լիքը մարդիկ մենք գիտենք, որ շատ հաճախ նույնիսկ նորությունը չի կարդում, վերնագիրն է կարդում, մեկ էլ մտնում է կոմենտները դե հետաքրքիր է, չէ՞, մարդիկ ինչ են ասում, ընդհանուր վերաբերմունքը ոնցն է, ու ասենք եթե տեղ օգտագործվում է ֆեյքերի բանակ, միանշանակ դա կարող է նաև այդ մարդու կարծիքի վրա ազդեցություն ունենալ։ Տեսնի, որ ասենք 100-ից 90-ը մի երգ է երգում, ուրեմն դրա տակ ինչ որ ճշմարտության բաներ սկսի տեսնել։ Իսկ կան տենց օրինակներ, թեկուզ համաշխարհային ինչ որ պրակտիկայից, երբ կեղծ տեղեկությունները սոցցանցերում տարածվելով իսկապես ազդել են ընտրությունների վրա, թե դրանք ուղղակի ենթադրություններ են, որոնք կարող է իրականության հետ ընդհանրապես կապ չունեն։ Դե եթե ընտրությունների մասին խոսենք, մենք հենց նոր չէ։ Մի քանի օր առաջ Հունգարիայում փոխվեց իշխանությունը ընտրություններով, ասենք Հունգարիայի գործող այդ ղեկավարը Օրբանը ժամանակին հենց իր քաղաքական կարիերան առել էր վախի կամպանիա անելով կամ դեմոնիզացիայի կամպանիա անելով Ջորջ Սորոսի նկատմամբ, որը էթնիկ հունգարացի է, եւ այդ ապատայեկատվական հոսքերը աշխարհով մեկ որ կան, կապված, չգիտեմ, ազգային արժեքների, ընտանեկան արժեքների, դրանց հետ կապված գործողությունների, դրանց դեմ պայքարի, այդ ինչ որ կապ ունի սորոսիզացիայի հետ, դրա հիմքերը հենց այդ երկրում է դրել եւ ինքը այդ Ալեքսի ասած թելելով ընտրությունները ախտել եւ ոչ մեկ անգամ։ Եվ հետաքրքիր ազդեցության օրինակ կարելի է ամերիկյան դեպքով, երբ որ թե Ամերիկայում շատ տարբեր ազգային էթնիկ խմբեր են ապրում, երբ որ արտաքին ազդեցությունը կարող է գործադրվել, չգիտեմ, Facebook-ով ուղղակի event բացելով, որ չգիտեմ, այսօր այս ժամին ես ինչ վայրում հանրահավաք է լինելու մի խմբի համար եւ մյուս խումբը, որը այդ խմբին ատելով ատում է մեկ ուրիշ event են բացում հակադրելու համար, հա, լրիվ ուրիշ երկրից չեզոք մի հատ հեռու տեղից, հա, երկու հատ Facebook-յան event են բացում, մեկ էլ հաջորդ օրը տեսնում են, դա մի 2000 հոգի հավաքել են, բունտ են անում, թե իրար էլ տեսնում են, вообще են կատաղում, հա,
Նենց որ օրինակները շատ են, թե ընտրությունների բանում ոնց կարելի է այդ ազդեցության մեխանիզմները օգտագործել։ Հիմա չգիտեմ, դասականը ասում է պիտի գնաս ընտրության, պիտի անտարբեր չլինես, քո քվեն կարևոր է, հա, բայց մինչև այդ շատ կարևոր է, որ մարդիկ տեղեկատվական դաշտում գիտակցված ու տեղեկացված ոնց որ որոշում կայացնեն։ Նույն Ամերիկայի հետ կապված Միացյալ Նահանգների նորից սոցիալական ցանցերով մարդկանց կարծիքը մանիպուլացնելու ամենահայտնի դեմքերից մեկն է, երբ որ մետան հետո ընդունեց եւ եղան հետազոտություններ այն մասին, որ եղել էր միջամտություն սոցիալական ցանցերի միջոցով, ռուսական միջամտություն այդ ընտրությունների ժամանակ եւ դրանից հետո էր հենց որ Facebook-ում շատ կանոններ փոխվեցին, նույն այն որ հիմա օրինակ ասենք ընտրական շրջանում քաղաքական գովազդը թափանցիկ է եւ դու կարող ես տեսնել ով է այդ գովազդը տալի, որտեղից, ինչի համար եւ պետք է վերիֆիկացիա անցնել գովազդի համար, դա հենց իրականում 16-ի այդ միջամտության հետևանքներն է, որ տարի այդպես սոցիալական ցանցերում կանոններ են սահմանում, որպեսզի սոցիալական ցանցերի միջոցով մարդկանց ընտրելու նախասիրությունների վրա չհասնեն, չմանիպուլացնեն նկատի ունեմ, էլի արհեստականորեն։ Հանրահավաքների մասով ես միշտ օրինակ ուշադիր եմ լինում, թե ինչ էջերից են նմանատիպ հաղորդագրությունները հատկապես ընտրական շրջանում տարածվում։ Ես նայում եմ, եթե կապույտ թռչնակը գալոչկան կա, ուրեմն դա պաշտոնական էջ է, չէ՞, ուրեմն պիտի հավատամ դրան։ Ցավոք արդեն ոչ։ Եթե առաջ դա պաշտոնական ցուցիչ էր, հիմա դա ոնց որ փողով վաճառվում է, էլի ամիսը $15 է, եթե չեմ սխալվում։ Հիմա եթե տեսնում եք ամեն երկրորդ մարդը, որը նույնիսկ իր անազգանով իրական գրանցված չէ, ինքը ուղղակի ինֆլուենսեր է, ինչ որ նիկնեյմ, ածական ունի, որով հայտնի է ինքը, հա, կապույտ գալոչկան տեսնում ենք, բայց չէ որ մենք գիտենք, որ այդ մարդու անազգանունը դա չի։ Մինչդեռ նախկինում դա երաշխիք էր, որ հա, մարդը նենց այնա ինչ որ գրանցված է, իսկ հիմա դա այդպես չի։ Հա, ավելի լավ է ուշադրություն դարձնես, կարող է օգնի հետևորդների թվին, գրվելու անունին, գրվելուն, հասցեին, նկարագրությանը, եթե պաշտոնական էջ ենք ուզում, ասենք ոչ Facebook-ում, բայց ասենք Twitter-ում, երբ որ Մասկը գնեց Twitter-ը, նույնիսկ անունը չէր փոխել, կարծեմ դեռ X չէր դարձրել, շատ հայտնի դեպք է, երբ որ մի ընկերություն այդ կապույտ նշանով վերիֆիկացված ընկերություն շատ նման անունով այդ ինսուլին արտադրող այդ ընկերությանը անունը կարող է խառնեմ դրա համար չեմ ասում այդ ընկերության անունը գրել էր որ բանը վաղվանից ինսուլինը ընդհանրապես անվճար է եւ այդ ընկերության ակցիաները ահավոր ընկել էին ժամանակին շատ արագ եւ ճիշտ է հերքում էին տպել ոնց որ գրել էին սոցիալ բայց այսինքն կապույտ նշանով շատ նման անունով էջը Twitter-ում, որով շատ ազդեցիկ է աշխարհում, գրում է, որ այս մեր արտադրանքը ընդհանրապես անվճար է լինելու, ինչա կատարվում ակցիաների շուկայում, կարելի է պատկերացնել։ Հա, կապույտ նշանը ընդհանրապես բավարար չի։ Դուք ինձ վախեցրիք։ Ես արդեն վստահ չեմ ոչ իմ տեսած ու կարդացած ինֆորմացիայի վրա, ոչ առավել եւս իմ տարածած ինֆորմացիայի վրա։ Ես արդեն վախենում եմ, կարող է ամեն դեպքում պետք չի գնալ ընտրությունների, որ հանկարծ սխալ ինֆորմացիայի վրա քո կարծիքը չարտահայտես կամ չդրթես այլ մարդկանց սխալ ինֆորմացիա տարածել, ամփոփելու համար եկեք հասկանանք, կարող է ամեն դեպքում ճիշտը սոցցանցերը ջնջելն է, ընտրություններին չմասնակցելը ու տնից դուրս չգալը։ Վախենալ դեն շատ պետք չի, պետք է ուղղակի զգուշավոր լինել ինչ որ բան տարածելուց։ Իհարկե դու ազատ ես մտածել, ունենալ կարծիք, դա արտահայտել, բայց եթե վստահ չես դրա իսկության մեջ, ավելի լավ է մի փոքր զուսպ գտնվել այդ հարցում։ Միանշանակ ընտրություններին գնալ պետք է, որովհետև չգնալ ավելի մեծ հանցանք է այս առումով, բայց շատ կարևոր է ոնց որ թացը չորից տարբերել, մի քիչ խորանալ բովանդակության մեջ, վերջը այս վերջի տարիներին մենք տեսնում ենք, որ շատ քաղաքական գործընթացներ հենց արդեն բան Facebook-ում են տեղի ունենում, հա, ասենց ասեմ առանց խուսափելու, լավ, եթե Facebook-ը գործիք է քաղաքական գործընթացների, ընտրությունների, որոշումների կայացման համար, ուրեմն քաղաքացիները պիտի սա օգտագործեն իրենց համար որպես ուժեղ կողմ։ Իմ խորհուրդն է ուսումնասիրել հնարավորինս շատ
Ավելի լավ է օրական կես ժամ տրամադրված, ասենք, նայել news feed-ը, քան թե երեկոյան հոգնած թերթել ուղակի, եւ եթե հոգնած եք, ուղակի ֆիլմ նայեք, այս էլ ուղեղի համար շատ ավելի լավ է, քան ռիլեր նայելը, ու դա հաստատ կօգնի գնալ ընտրությունների եւ ավելի օբյեկտիվ որոշում կայացնել, թե ում օգտին են քվեարկելու։ Համյանշանակ ճիշտ չվախենալն է, չնայած կարող է այդ ինֆորմացիոն ոսկը դեպրեսիվ լինել, այդ դեպքում կարելի է պաուզա վերցնել, ինչպես Ալեքսն անում, ասում, բայց նաև անում, բոլորս ենք, իհարկե պաուզա վերցնելը շատ օգտակար է, բայց իմանալ, որ կարելի է միշտ գտնել ավելի որակյալ աղբյուրներ, իմանալ, որ միշտ կարելի է հարցնել, նույն սոցիալական ցանցում գտնել մարդկանց ում կարելի է հարցնել եւ կարդալ, եւ նույնիսկ հիմա շատ փոխվել են ինֆորմացիա սպառելու ձևերը եւ մենք շատ հարցեր չենք տալիս, ասենք որոնական համակարգերին, տալիս ենք արհեստական բանականության բոտերին, այն բացասականը, այն հնարավոր դեպրեսիվը, որ կա սոցիալական ցանցերում եւ մեդիա միջավայրում, մենք հիասթափվենք եւ որոշենք, որ չենք գնում ընտրության։ Ընդհակառակը սև ու սպիտակ չի ոչինչ եւ իհարկե երիտասարդները կարող են եւ պետք է հնարավորություն ունեն եւ խնդիր չունեն գտնելու այն ինֆորմացիան, որ իրանց կօգնի շատ արագ հայտնվել ինչն է ճիշտ, ինչն է սուտ, այսինքն այդ մի անգամ ասել եմ, ասեմ, կարևորը մոտիվացիայի խնդիրը, մոտիվացիան, այսպես ասած, լավ ընտրություն կատարելն է, որից հետո չես փոշմանի, լավ ընտրություն ասելով հետո քեզ խապված չես գա, եթե դու այդ ընտրությունը կատարես գիտակցված։ Ես հասկացա, որ պետք է ավելի խնամքով վերաբերվեմ թե այն ինֆորմացիային, որը ստանում եմ, ու նաև այն ինֆորմացիային, որը տարածում եմ, ու թեև դժվար է այս ինֆորմացիոն հոսքերի մեջ հատկապես նախընտրական շրջանում կողմնորոշվելը, բայց հաստատ անհնար չի ու նաև ծայրահեղությունների գիրկը պետք չի ընկնել։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։